Հանուն Հոր եւ Որդվո եւ Հոգուին Սրբո, ամեն։ Իրանի նրանով ճաշուտի Աստծո արքայության մեջ։ Սիրելի հավատավոր քույրեր եւ եղբայրներ, Աստվածաշնչի պատմությունը, որը դարերի խորքից խոսում է մեզ հետ այսօր, խոսում է մարդ եւ Աստված փոխհարաբերությունների մասին, Աստծո կանչի մասին, պարբերաբար մարդու տարբեր տեսակի արձագանքների մասին։ Եվ Աստծո խոսքը, որ հայտնի է մեզ Աստվածաշնչի միջոցով, այլ բան չէ, քան Աստծո կանչը ուղղված յուրաքանչյուր սրտին, յուրաքանչյուր անձին, որ ստեղծված է Աստծո պատկերով եւ Աստծո նմանությամբ։ Այո, Աստված կանչում է մեզ յուրահատուկ կերպով, յուրովի յուրաքանչյուր մարդուն։ Աստվածաշնչի առաջին ստողերից մենք տեսնում ենք, թե ինչպես Աստված ոչնչից կանչեց մարդուն, ասաց թող մարդ լինի, եւ մարդը եղավ, ինչպես որ Տիրոջ կենդանի խոսքն էր պատգամում։ Երբ որ մարդը շեղվեց բուն ճանապարհից, նա եւս կանչեց, ասեց, թե ուր ես, Ադամ։ Եվ դրանից հետո բազմաթիվ ձևերով եւ այլազան օրինակներով կանչում եւ խոսում էր մարդկանցի հետ, եւ այսօր մենք ձեզ հետ եկեղեցում ենք գտնվում, մենք Տիրոջ եկեղեցին ենք եւ եկեղեցի բառը ստուգաբանվում է հին հունարենից որպես կանչվածների ժողով։ Այն մարդկանց, ում Աստված կանչեց եւ որոնք կարողացան իրենց մեջ ուժի ու իմաստություն գտնել արձագանքելու Աստծո կանչին։ Եվ Տիրոջ արարչագործության պատմությունը սկսել է մեր ժամանակներից առաջ եւ շարունակվում է այսօր, որովհետեւ Աստված եւս ստեղծում է մարդուն եւ ստեղծում է իր ժողովրդին, իր կենդանի, կեցուցիչ եւ ամենազոր խոսքի միջոցով։ Երբ որ Աստված տարբեր հանգամանքների միջոցով, տարբեր օրինակներով մեզ կանչում է դեպի իր արքայությունը, մարդիկ տարբեր ձև են դա հասկանում եւ ընկալում։ Եվ այսօրվա ավետարանական ընթերցման մեջ Տերը ներկայացնում է Աստծո արքայության խորհուրդը որպես մեծ խնջույքի պատկեր։ Անշուշտ այս պատկերը շատ է հանդիպում եւ հին ուխտում եւ հնագույն գրականության մեջ, որտեղ մարդիկ հաճախ պատկերացրել են հենց Աստծո իրանությունը որպես մեծ խնջույք, որտեղ որ ներկա կլինեն բոլոր մարդիկ։ Ասում է, որ մի մեծահարուստ մարդ մեծ խնջույք կազմակերպեց եւ կանչեց իր հարազատներին, իր ընտրյալներին։ Եվ այդ հարազատները սկսել են մեկը մեկից հետո հրաժարվել, ասելով, որ ես կին եմ արել եւ պիտի իմ հարսանիքը տոնեմ, մյուսը ասեց, որ 5 լույս եզ եմ գնել եւ պիտի գնամ փորձարկեմ նրանց, մեկ ասում է ագարակ եմ գնել։ Եվ այդպիսի պատրվակներով բոլորը հրաժարվել են։ Եվ Տերը ասում է գնացեք եւ տարբեր տեղերից, հարվարձաններից կանչեք խեղերին, կուվերին, հաշմանդամներին, որպեսզի լցվի խնջույքը։ Եվ այս պատկերը բնականաբար պատահական չէր, որ Տերը մեջ բերեց, անշուշտ զարմացնող է եղել եւ անսպասելի է եղել, ինչպես Տիրոջ բոլոր առակները, որոնք ունեն մեծ յուրահատկություն եւ անսպասելի զարգացում ունեն։ Եվ այս զարգացումը եւս անսպասելի էր, որովհետեւ նման բան ոչ ոք չի կարող պատկերացնել, որ մեկը մեծ սեղանքցի եւ եթե հյուրերը չգան, գնա տարբեր փողոցներից թափառող մարդկանց հավաքի եւ կանչի իր խնջույքի։ Բայց ինչու Տերը դա ասեց, որովհետեւ իսկապես նա կարող է դա անել եւ դա իրականացնել հենց եկեղեցու միջոցով, որտեւ այն ժողովուրդը, որ պիտի դառնար Տիրոջ ճշմարիտ ժողովուրդը, չընդունեց փրկչին եւ Տերը ամբողջ աշխարհով մեկ իր ժողովրդին կերտեց, ստեղծեց եւ դարձրեց եկեղեցի, կանչվածների ժողով։ Եվ բնականաբար մենք եւս եթե նայենք մեր կյանքին որպես մեր կյանք մինչև Տիրոջ կանչը եւ Տիրոջ կանչից հետո մենք կհասկանանք, թե
ինչքանով կարևոր է այդ կանչը մեր կյանքում։ Ինչու ենք մենք այստեղ, ինչու ենք մենք պատարագին, ինչու մենք ոչ այլ տեղում ենք, ոչ թե տանը քնած ենք, անզբաղվում ենք մեր կենցաղային գործերով, ինչպես անում են դա ցավոք մեծամասնությունը մեր բնակչության, ինչու մենք այսօր այստեղ ենք, ինչ շարժեց մեր կյանքը, ինչ փոխեց մեր կյանքը, որ մենք այսօր Տիրոջ ընթրիքին արձագանքել ենք եւ եկել ենք ճաշակելու Հիսուս Քրիստոսի մարմինը եւ արյունը։ Այդ հարցը պատահական հարց չէ, սիրելիներս, որովհետեւ իսկապես մենք պիտի գիտակցենք մեր քայլերը, մեր հավատքը եւ այն թե ինչպես Աստված մեզ բերեց, որովհետեւ Աստծո կանչը չի սահմանափակվում միայն նրանով, որ հյուրերը պիտի գան։ Մատթեոս ավետարանիչը, երբ որ այս արակը շարունակում է, ասում է, որ եւս շատ մարդկանց կանչեց, հավաքեց փողոցներից եւ ասում է, մեկին տեսավ, ով որ հարցանեկան զգեստ հագած չէր եւ ասեց, դուրս նետեք իրեն, որովհետեւ նա պատշաճ հագնված չէ եւ այստեղ եւս շատ մեծ հարցական կարող է առաջանալ, այսինքն այն մարդիկ, ովքեր փողոցներից հավաքվել են այս կամ այն հանգամանքով, ունեցել են հարսանեկան զգեստ, իսկ այս մեկը չի ունեցել։ Եվ դա հասկանալու համար պետք է մի փոքր խորասուզվենք այն հին աշխարհ եւ իմանանք, որ հին ժամանակներում գեղեցիկ սովորություն կար, որ մարդիկ երբ որ գալիս էին խնջույքի, մտնում էին մի հատուկ սենյակ եւ այնտեղ իրանց լվացնում էին, իրանց ոտքերն էին լվանում ծառաները եւ տալիս էին գեղեցիկ սպիտակ զգեստ, որպեսզի բոլորը գեղեցիկ կերպով միօրինակ մասնակից լինեն այդ խնջույքին։ Ճիշտ այնպես, ինչպես պատարագի ժամանակ դպիրները նույն ձևի շապիկներ են հագնում մասնակցելու համար Տիրոջ ընթրիքին։ Եվ ինչ է տեղի ունեցել, որ մեկը, ով որ կանչվել է Աստծո կողմից եւ բերվել է այդ խնջույքին, այդ քայլը արհամարել է, ասել է, դե ինչու պիտի ես ընդունեմ այդ շնորհները ինձ, իմ գործը ինչն է, ես պիտի գամ, իմ ուզածը վերցնեմ, ուտեմ, խմեմ եւ դուրս գամ։ Եվ խստագույնս հանդիմանվում է, ասում են, նետեք նրան արտաքին խավարը։ Եվ դա շատ հետաքրքիր մի պատկեր է, որովհետև հաճախ եւ մենք երբ որ կանչվում ենք եւ Աստված բերում է մեզ իր ընթրիքին, մենք լիարժեք չենք գիտակցում որտեղ ենք մենք գտնվում։ Ով է կանչողը։ Ինչ մեծ շնորհի ենք մենք արժանացած։ Ով է, որ բազմում է այդ սեղանին եւ ինչպիսի մեծ պարգևներ է, որ մեզ բաշխում է։ Եվ մենք ուղղակի այդպես գալիս ենք, մեր ուզածը Աստծուց արագի մեջ անենք, մեր հոգևոր պահանջները բավարարենք եւ դուրս գանք։ Բայց դա չէ պատարագի խորհուրդն է, որպեսզի մենք հաղորդակից լինենք Տիրոջ սիրո եւ Տիրոջ սրբությանը, մենք իրար նման լինենք եւ մենք միմյանց նաեւ հաղորդակից լինենք։ Մենք ստանանք Տիրոջ Սուրբ Հոգին եւ դրանով առաջնորդություն ունենք մեր կյանքի ընթացքում, ինչպես պատարագի ժամանակ քահանայի աղոթներից մեկում ասում է, որ Տեր, ուղարկիր քո Սուրբ Հոգին մեզ բոլորիս վրա եւ այս ընծաների վրա։ Եվ մեծ խորհուրդ է կատարում, որովհետեւ մենք բոլորս դառնում ենք մեկ մարմին Քրիստոսով։ Մենք չենք գալիս պատարագի, որպեսզի ուղղակի ստանանք այն ինչ որ մեզ անհրաժեշտ է, լինի դա մեղքերի թողություն, լինի դա սուրբ հաղորդություն անգամ, մենք գալիս ենք, որպեսզի փոխվենք։ Մենք գալիս ենք, որպեսզի ճաշ առնենք Աստծո արքայության մեջ, ոչ թե ուղղակիորեն ճաշ ուտենք, այլ Աստծո արքայության հաղորդակից լինենք, որտեղ եթե մենք մեր այս ժամանակավոր կյանքում չգիտակցենք Աստծո արքայության խորհուրդը, եթե մենք մեր իրականության մեջ մասնակից եւ հաղորդակից չլինենք Աստծո արքայությանը, մեր այս աշխարհից գնալուց հետո այդ արքայությունը մեզ համար խորտ կլինի։ Եվ Տերը կասի, չգիտեմ ովքեր եք դուք,
գնացեք ինձանից։ Ինչպես ասեց այն մարդուն, որ ուղղակիորեն եկել էր եւ չեր ընդունել այն պատիվը, որ տվել էր Աստված։ Այո, Աստված մեզ հրավիրում է եւ տալիս է մեզ իր նոր զգեստը, որը խորհրդանշում է մեր հոգևոր մաքրությունը, խորհրդանշում է մեր պատրաստակամությունը հետևելու Աստծու կանչին եւ լինելու իր ընտրյալը։ Այո, այդպես է, որտեղ Աստված չի նայում մարդու դեմքին, երբ որ կանչում է մարդուն։ Եվ Պողոս առաքյալ ասում է, որ կանչեց ձեզ ոչ թե ամենաիմաստուններին, ամենահզորներին, ամենահարուստներին, ամենազարգացածներին, ոչ, այլ կանչեց տկարներին, որպեսզի այդ տկարության մեջ Աստծո զորությունը ի հայտ գա։ Եվ դա է եկեղեցու զորությունը, ոչ թե որ մենք մեր սեփական ուժերով մեր մեջ ունենք այնքան կարողություն, որպեսզի փոխենք աշխարհը, այլ որ մենք հնարավորություն ենք տալիս Աստծուն գործելու մեր տկարության մեջ, մեր մարդկային տարբեր տեսակի թուլությունների մեջ գտնել Աստծուն եւ մեր ամբողջ կյանքը իր հետ ապրել, իր հետ կառուցել եւ իր հետ շարունակել մեր հավիտենական կյանքը իր արքայության մեջ։ Այո, Աստված կանչում է մեզ եւ Աստվածաշնչի պատմությունը Աստծու կանչի պատմությունը։ Աստծո խոսքը դա կանչն է, որ ուղղված է մեզ եւ ասում է մեզ, որ արի իմ հետևից։ Յուրաքանչյուրը անշուշտ կարող է գտնել արդարացում։ Մեկը կարող է ասել, որ ես իմ խնջույք ունեմ, ինչպես շատ մարդիկ են անում Կիրակի օրը, որ այո, ես կանչված եմ, բայց ավելի հետաքրքիր տեղ կա։ Ես կին եմ արել, ես հարսանիք եմ արել եւ իմ ուրախությունը այլ տեղ եմ գտել, ոչ թե քո հետ տեր, այլ ուրիշ տեղ իմ ուրախությունը։ Մեկը կարող է ասել, ես 5 լույս եզ եմ գտել եւ Սուրբ Հայրերը այդ 5 զույգ եզերի մեջ տեսնում է մարդու 5 զգայրանները, որոնք շատ մարդկանց մոտ դարձել են աշխատանքի գործիք եւ մարդիկ մշտապես հիմնելով իրենց կարողությունների վրա, իրենց աշխատանքը, իրենց կարիերան են ստեղծում եւ մասնակից չեն։ Դա կարող է լինել արվեստի բնակավար, արվեստ ցանկացած բան, որը 5 զույգ լույսերի պես մարդու 5 զգայրանները մշտապես աշխատում են եւ խորթ են Տիրոջ ընթրիքից եւ Տիրոջ հանգստից եւ չեն արձագանքում Աստծու կանչին։ Մյուսը կարող է ասել, ես ագարակ եմ գնել եւ այս նյութի մեջ փնտրի երջանկությունը։ Գնել է շահ ունի այդ ագարակից եւ այդ նյութի մեջ է թաղում իր հոգին եւ մշտապես այդ նյութի մեջ է փորձում երջանկությունը գտնել եւ շարունակաբար ձախողում է կամ շարունակաբար խաբում է սեփական անձը, ամեն ինչ փորձում է այդ նյութից քաղել, բայց իր հոգին սոված է մնում, իր հոգին երբեք ու երբեք չի հագնում այդ նյութով։ Եվ այդպիսի արդարացումներ շատ ու շատ կան, բայց մեզ պետք չեն արդարացումներ, որտեղ Տերը մեզ կանչել եւ մենք այսօր այստեղ ենք։ Եվ պիտի ընդունենք Տիրոջ կանչը որպես մեր կյանքի հիմնական կարևորագույն առաքելություն։ Եվ այդ կանչով առաջնորդվենք եւ Տիրոջ խոսքը որպես մշտական, մշտահունչ կանչ ընդունենք եւ մեր կյանքում առաջնորդվենք եւ ցույց տանք այլ մարդկանց, որ Տերը կենթանի է մեր մեջ, Տերը կանչում է եւ մենք արժանացել ենք Աստծու արքայության մեջ խնջույքի նստել առաքյալների եւ բոլոր սրբերի հետ եւ այդ խնջույքը մեր կյանքի մեծագույն շնորհն է եւ մեծագույն ուրախությունն է։ Եվ թող այդ գիտակցումը վառ լինի յուրաքանչյուրիս մոտ, որ հասկանանք, որ այն ինչ որ ճաշակում ենք Հիսուս Քրիստոսի մարմին եւ արյունը աշխարհի մեծագույն պարգևն է։ Դրանից վեր ոչ մի բան չկա եւ չի կարող լինել, դա ամենամեծ շնորհն է, որ մարդը կարող է ընդունել եւ այդ երկյուղով, այդ շնորհակալության, գոհության, փառաբանության զգացումով կարողանանք մասնակցել Տիրոջ ընթրիքին եւ արժանալ ճաշ նստելու Աստծո արքայության մեջ։ Տիրոջ սերը, շնորհը եւ օրհնություն թողնի բոլորիդ հետ այսօր եւ հավիտյանս ամեն։